Ողջույն, իմ անունը Մարատ է Յավրումյան, առաջարկում եմ առաջիկա մի 20 րոպեների ընթացքում փորձել համատեղ քննարկել ու մտորել մի քանի հարցադրումների շուրջ, նախ եւ առաջ փորձել հասկանալ կապը լեզվի ու թվանշանացման միջև, ինչպիսին է լեզուն մեր այսօրվա թվանշային աշխարհում, ինչպիսին է ընդհանրապես մեր վերաբերմունքը լեզվին այսօրվա մեր թվանշային աշխարհում եւ ինչպես է հենց լեզուն ինքը արձագանքում իրողություններին ու փոփոխություններին, որ իր հետ բերում է այսօրվա մեր թվանշային աշխարհը։ Եվ առաջարկում եմ փորձել այս հարցադրումների շուրջ մտորել, դիտարկել երկու հիմնական ուղղություններով։ Ուղղություններից առաջինը փորձել հասկանալ, թե ինչ նշանակություն ունի կամ ընդհանրապես ինչ նշանակություն կարող է ունենալ ինֆորմացիայի, գիտելիքի եւ բուն հաղորդակցության թվանշացումը հենց լեզվի համար եւ ինչպես կարող են այս վերոնշյալ երեք գործոնները, այսինքն թվանշացված ինֆորմացիան, թվանշացված գիտելիքը եւ թվանշացված հաղորդակցումը ինքնին փոխում մեր առօրեական լեզվական միջավայրը եւ դրա հետ մեկտեղ փոխելով մեր առօրեական լեզվական միջավայրը փոխում նաեւ լեզվական այդ միջավայրում արտացոլված աշխարհի մեր համար ընկալելի, մեր համար հասկանալի, մեզ համար ըմբռնելի աշխարհի պատկերը եւ հարցադրումների եւս մեկ ուրիշ խմբի շուրջ եմ առաջարկում խոսել եւ դա փոխկապակցվածությունն է լեզվական տեխնոլոգիաների եւ լեզվի ստատուսի միջև, փորձել հասկանալ թե ինչ են նշանակում այս հասկացությունները եւ ինչպես են դրանք կապված միմյանց հետ ու մի փոքր բացելով հարցադրումը փորձել հասկանալ թե արդյոք քո լեզուն ունակ է կամ ընդհանրապես արձագանքում է այն փոփոխություններին, որը իր հետ բերում է ժամանակը եւ եթե արձագանքում է եւ եթե կարողանում է արձագանքել այդ փոփոխություններին, ապա ինչպես է արձագանքում, փորձել հասկանալ այդ ինչ արձագանքի ինչպեսի եղանակը, արձագանքի ինչպեսի միջոցը Այսօրեն ինչպես մեզ համար լինելու է հենց այն եղանակը, հենց այն լեզվական տեխնոլոգիան, որի շուրջ շարունակվելու է մեր քննարկումը։ Եվ հարցադրումների եւս մեկ այլ խումբ, որի մասին կփորձենք էլի մի փոքր քննարկում կազմակերպել, թե փոփոխությունների այդ եղանակը, լեզվական այն տեխնոլոգիան, այն միջոցը, որը կոնկրետ քո լեզուն ընտրում է կոնկրետ ինչ-որ փոփոխության արձագանքելու համար, ինչպես է փոխում կամ արդյոք փոխում է արդյոք լեզվի ստատուսը եւ այդ փոփոխությունները ինչպիսի փոփոխություններ են լեզվական տեխնոլոգիաների բերած փոփոխությունները թույլ տալու են արդյոք քո լեզվին իրացնել իր ամբողջական ներուժը եւ շարունակել կենսունակ մնալ սոցիալ-տնտեսական, քաղաքական կամ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում եւ եթե այդ փոփոխություններով հանդերձ քո լեզուն շարունակում է մնալ կենսունակ, ապա ինչպիսին է կենսունակությունը, կենսունակության բնույթը մինչև փոփոխությունը եւ կենսունակության բնույթը արդեն փոփոխված միջավայրում եւ ընդհանրապես ինչ է նշանակելու լեզվի համար կենսունակ մնալը եւ ինչ է նշանակելու լեզվի համար կենսունակ մնալը այսօրվա մեր իրականության մեջ, թվանշային իրականության մեջ։ Սրանք հարցադրումների այն հիմնական խումբն է, որի շուրջ կփորձենք մի քիչ խոսել եւ քննարկել։ Հարցադրումների այս խմբին նախ եւ առաջ առաջարկում եմ դիտարկել հարցադրումների այս խումբը առաջարկում եմ դիտարկել կամ մոտենալ այս հարցադրումներին իմ մասնագիտական տեսանկյունից, իսկ մասնագիտությամբ ես արաբագետ եմ, նաև լեզվաբան, սա գիտակարգերի չափազանց հետաքրքիր մի համադրություն է, որը մրցակցային մի շարք առավելություններ ունի, իհարկե բազմաթիվ թերություններ նույնպես ունի, բայց առավելություններից ամենակարևորը թերևս այն է, որ կրթությունը արաբագիտական եւ լեզվաբանական կրթությունը ի սկզբանե միջգիտակարգային է։ Եթե մասնագիտական իմ տեսանկյունից փորձենք դիտարկել հարցադրումների այն խումբը, որի մասին քիչ առաջ խոսում ենք, պիտի փորձենք հասկանալ, թե ինչպիսին էր արաբերենի արձագանքը աշխարհի
այն փոփոխությանը ու միջավայրի այն փոփոխությանը, որը մենք պայմանականորեն անվանում ենք արաբական խալիֆայություն։ Իսկ արաբական խալիֆայության բերած փոփոխությունը թե տարածական, թե ժամանակային առումով հսկայական էր։ Պատկերացրեք, արաբական առաջին արշավանքները սկսում են 640-ական թվականներին եւ 710-ական թվականներին արաբները արդեն Իսպանիայում են։ Աշխարհագրական հսկայական մի տարածություն, որը հաղթահարվում էր միջնադարի համար եւ միջնադարյան հաղորդակցական եւ փոխարական տեխնոլոգիաների համար չափազանց կարճ մոտ 70 տարիների ընթացքում եւ արաբերենը որպես լեզու ինչ որ կերպ պիտի արձագանքեր այս փոփոխություններին։ Եվ երկրորդ արձագանքը, որը արաբերենը պիտի ունենա, արաբական խալիֆայությունը իր ստեղծումը իր հետ մեկտեղ բերելու էր նաև լեզվական միջավայրի եւ սոցիալ-տնտեսական ու սոցիալ-քաղաքական հարաբերությունների փոփոխություններ։ Արաբերենը ինչպես էր արձագանքելու սոցիալ-մշակութային միջավայրի այս փոփոխությանը։ Արաբերենի արձագանքը պայմանականորեն եկեք անվանենք արաբերենի արձագանք արաբա-մուսուլմանական մշակույթին։ Փաստորեն արաբերենը պիտի արձագանքեր արաբա-մուսուլմանական մշակույթի կոչված ֆենոմենին եւ արաբերենը պիտի արձագանքեր արաբական խալիֆայություն կոչված ֆենոմենին, որտեղ երկու այս ֆենոմենները կտրուկ փոխվել էին քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրոնական եւ պատկերը հսկայական այդ տարածաշրջանում արաբական թերակղզուց սկսած նույնիսկ քիչ արևելք մինչև այսօրվա ժամանակակից Իսպանիա։ Իսկ արաբերենի արձագանքը չափազանց հետաքրքիր էր։ Արաբերենի արձագանքը երկու տարբեր ասպեկտներով էր։ Ասպեկտներից մեկը եկեք պայմանականորեն անվանենք կրոնական եւ ասպեկտներից մյուսը պայմանականորեն եկեք անվանենք հաղորդակցական։ Արձագանքը այնպիսին էր, որ ստեղծվում էր արաբերենի մասին նոր գիտելիք, ստեղծվում էր արաբերենի մասին նոր գիտաճյուղ, որը այսօրվա արաբագիտությունը ձևակերպում է որպես արաբական լեզվաբանական ավանդույթ, բայց ստեղծվում էր երկու արաբական լեզվաբանություն։ Արաբական լեզվաբանություններից առաջինը այդ եւ արաբական լեզվաբանությունները ըստ էության լեզվաբանական տեխնոլոգիաներ էին, քանի որ դրանցով լեզուն արձագանքում էր փոփոխություններին եւ փոփոխությունների բերած իրականության ինչ որ նոր կտորներին։ Արձագանքներից առաջինը, որը պայմանականորեն անվանեցին կրոնական, ստեղծվում էր լեզվական կամ լեզվաբանական մեկ գիտելիք, որի հիմնական նպատակն էր բացառել արաբների Սուրբ գրքի կամ Ղուրանի տարընթերցումները, բայց բացառել տարընթերցումները զուտ լեզվական մակարդակում, բացառել շարահյուսական տարընթերցումները, բացառել ցեղաբանական տարընթերցումները, ինչ որ կերպ փորձել բացատրել շարադասությունը, բառերի հաջորդականությունը, չգիտեմ նախադասությունների հաջորդականությունը եւ այլն։ Այս արձագանքի կամ պայմանականորեն կրոնական ուղղվածությամբ արաբական լեզվաբանության ստեղծման, որպես լեզվական տեխնոլոգիա ստեղծման հիմքում չափազանց հետաքրքիր մեկ այլ կտոր կար, թե արաբական այս նոր գիտաճյուղը ինչ ծավալով եւ ինչ բնույթի լեզվական գիտելիքի, լեզվական տվյալների հենքի վրա էր ստեղծվում։ Այսօրվա բառապաշարով ասած, ինչպիսի կորպուս կամ ինչ բառամթերք կար այս նոր գիտաճյուղի կամ լեզվական այս նոր տեխնոլոգիայի հիմքում։ Այս առումով չափազանց հետաքրքիր է այն, որ գիտաճյուղը ըստ էությամբ հենվում էր սահմանափակ քանակությամբ տեքստի վրա։ Հենվում էր միայն Ղուրանի վրա, որը ըստ էության 114 սուրաներ են, 77.500 բառեր եւ մոտավորապես 6200-ի կարգի այաներ։ Եթե դրանք նայենք ժամանակակից լեզվաբանական բառապաշարով, կորպուսային լեզվաբանության բառապաշարով, ապա տեքստը չափազանց սահմանափակ էր եւ իհարկե ներկայացուցչական չէր լեզվական այս կորպուսը, բայց սա չափազանց հետաքրքիր է, որովհետեւ թույլ է տալիս
մեծ դիտարկել լեզվական տվյալների եւ լեզվական տվյալների հենքի վրա ստեղծված տեխնոլոգիաների միջև կապը։ Լեզվական տվյալների սահմանափակումը ինչ եզրահանգումների հնարավորություն է տալիս, եթե դուք փորձում եք դրանից տվյալներից ինչ որ եզրահանգման գալ։ Արաբերենի մյուս արձագանքը հսկայական է աշխարհագրական իրավիճակի փոփոխությանը, պայմանականորեն եկեք անվանենք հաղորդակցական։ Ստեղծվում էր լեզվաբանության մեկ այլ տեսակ, որի հիմնական նպատակն էր արաբերենը պահպանել որպես հաղորդակցության լեզու, արաբերենը պահպանել որպես պաշտոնական կամ պետական գրագրության լեզու, արաբերենը պահպանել ընդհանրապես որպես գրագրության լեզու եւ արաբերենը պահպանել որպես տարածաշրջանում գիտության լեզու։ Այսինքն պետք էր արաբախոս իրավիճակը նորմավորել, ստանդարտիզացնել այնպես, որ արաբերենը շարունակել մնալ հաղորդակցական լեզու հսկայական այս տարածության համար, իսլամացված կամ մուսուլման ժողովուրդների համար, որոնց մեծ մասը արաբախոս չէր եւ արաբերենը մայրենի չէր։ Փաստորեն, եթե վերադառնանք մեր առաջին հարցադրմանը, մենք իրականում արաբերենի օրինակով կարողանում ենք տեսնել գիտելիքի կազմակերպման, այսինքն արաբերենի մասին գիտելիքի կազմակերպման որպես լեզվական տեխնոլոգիաների երկու տարբեր տեսակներ, որոնք տարբեր կերպ են արտացոլում աշխարհի իրականության բերած փոփոխությունները եւ արտացոլման հետ մեկտեղ հիմնվում են լեզվական երկու տարբեր տվյալների քանակության ծավալի, տվյալների երկու տարբեր ծավալի եւ տվյալների բնույթի երկու տարբեր բնույթի վրա։ Եթե կրոնական, պայմանական արաբական լեզվաբանությունը հենվում էր Ղուրանի որպես կորպուս վրա, ապա հաղորդակցական նպատակադրությամբ արաբական լեզվաբանության համար լեզվական տվյալները Բասրայի կամ Քուֆայի շուկայում հավաքված արաբական թերակղզու տարբեր հատվածներից եկած արաբախոս զանգվածներ եւ հիմնական խնդիրը, որը կար այստեղ, որը պետք է հաղթահարել լեզվական այդ տեխնոլոգիան, լեզվական բազմազանության ստանդարտիզացման խնդիրն էր։ Եկեք շատ արագ տեղափոխվենք դեպի 21-րդ դար, 2007 թվականներ եւ տեսնենք, թե 2007 թվականում գրահրատարակչական տպագիր, գրահրատարակչական շուկայում տեղի ունեցած փոփոխություններին ինչպես կարողացան արձագանքել ֆրանսերենը, ինչպես կամ չկարողացավ արձագանքել, կամ ինչպես կարողացավ արձագանքել գերմաներենը կամ աշխարհի մյուս լեզուները։ Իսկ փոփոխությունը կոչվում էր Amazon Kindle։ Amazon-ը գիտեք տվյալ շրջանում աշխարհում ամենախոշոր թերևս գրավաճառն էր, որը գեղարվեստական գրականություն առաջարկում էր նաև on-line։ Գեղարվեստական գրականությունը հիմնականում տպագիր էր։ 2007 թվականին Amazon-ը գնաց տեխնիկական նորարարություն։ Ստեղծեց էլեկտրոնային գրքերի փոքր ընթերցիչներ, 6 կամ 7 դույմանոց էլեկտրոնային թուղթ, որի վրա հնարավոր է ընթերցել, կարդալ, ունենալ Amazon-ի ամբողջ գրադարանը։ Այսինքն դուք 6 դույմի վրա ունեք միլիոնավոր էջեր գրականություն, ունեք հազարավոր հեղինակներ։ Բայց կար շատ խոշոր մի բայց։ 2010-ական թվականներին Amazon-ի այս տեխնիկական նորարարությունը, որը դեռևս տեխնիկական նորարարություն է, որտեղ Amazon-ը դեռևս առաջարկում է միայն Kindle-ներ։ Մի փոքր ինչ-որ շատ առաջ չանցնեմ, 2010-ականներին Amazon-ի այս տեխնիկական նորարարության ազդեցությունը իրենց վրա զգացին այնպիսի ավանդական գրահրատարակչական շուկաներ, ինչպիսին Ֆրանսիան էր եւ Գերմանիան էր։ Ֆրանսախոս եւ գերմանախոս տպագիր գրահրատարակչական շուկաներում 2007 թվականից մինչև 2010 թվականները տարի շարունակաբար շարունակում էին անկում ապրել տպագիր գրքերի գերմաներենով եւ ֆրանսերենով տպագիր գրքերի վաճառքները։ 2013 թվականին տարեկան կտրվածքով վաճառքների անկումը կազմեց 20%։ Սա սթրես էր ավանդական գրահրատարակչական այդ շուկաների համար։ Պատճառը կրկին նույն անունը ուներ՝ Amazon Kindle, որովհետև Kindle-ը բացի տեխնիկական նորարարություն լինելուց նաև տեխնոլոգիական նորարարություն էր։ Kindle-ը մեջն էր կառուցված էր անգլերենով Amazon-ի ամբողջ
գրադարանը եւ անգլերենով Kindle-ների վաճառքների աճը իր հետ բերում էր նաեւ անգլերենով ոչ միայն էլեկտրոնային գրքերի աճի, այլև անգլերենով տպագիր գրքերի աճի։ Եվ գրահրատարակչական շուկան իհարկե պիտի արձագանքեր, բայց արձագանքը հետաքրքիր է, որովհետև արձագանքը իր հետ ունի նաև լեզվական բաղադրիչ։ Իհարկե այս իրավիճակը այդ պահին ձևակերպվեց որպես անգլերենի լեզվական էքսպանսիա, բայց իրականում մեր նախորդ հարցադրումների ֆոնին պարզ է, որ խնդիրը ուներ նաև լեզվական տեխնոլոգիական բաղադրիչ եւ պիտի նորարարությունը, որը հասանելի էր Amazon-ի եւ Kindle-ի միջոցով եւ անգլերենի համար, պիտի հասանելի լիներ նաեւ աշխարհի մյուս լեզուների համար։ Աստորեն Kindle-ը իր հետ բերում էր նաեւ միջավայր, որը նորարարական էր նաեւ լեզվական տեխնոլոգիաների առումով եւ ֆրանսերենը եւ գերմաներենը պետք է կարողանային լեզվական տեխնոլոգիական այդ նոր միջավայրը եւս առաջարկել, որտեղ Amazon Kindle-ը միլիոնավոր էջեր էին անգլերենով, հազարավոր հեղինակներ էին, բառարաններ էին Kindle-ի մեջ, անգլերենով բացատրական երկլեզու բառարաններ, տառատեսակներ էին, որոնք հատուկ համարեցված էին անգլերենին, գրքերը, էլեկտրոնային գրքերը պահելու ինչ որ եղանակ էր, ինչ որ ամպային տեխնոլոգիաներ էին, ինչ որ շտեմավորման տեխնոլոգիաներ էին, որոնք հասանելի չէին մյուս բոլոր լեզուների համար։ Եվ արձագանքն էլ էր չափազանց հետաքրքիր, նվազագույնը գերմանական արձագանքը, գերմանացի գրահրատարակիչները միավորվեց նաև Deutsche Telekom-ը, որը այդ պահին հեռահաղորդակցական ամենախոշոր պրովայդերներ աշխարհում եւ Գերմանիայում Deutsche Telekom-ը ապահովեց, որպեսզի ստեղծվի Kindle-ի կրկնօրինակը, որը կոչվեց Tolino, իսկ գրահրատարակիչները, որպեսզի Tolino-ում լիներ գերմաներենով գրականություն։ Դրա հետ մեկտեղ եկան լեզվական տեխնոլոգիաները, որոնք առաջին պահին թույլ էին գերմաներենի համար, իհարկե բառարաններ չկային, լոկալիզացիան բավականին թույլ էր, բայց այնուամենայնիվ, այսինքն գրահրատարակչական շուկայում իրավիճակի ինչ որ մի փոփոխություն, որը հենց շուկայի փոփոխություն է, բայց իր հետ բերում է նաև փոփոխություններ, որոնք լեզվական տեխնոլոգիական ինչ որ բաղադրիչ ունեն։ Հիմա եթե մենք վերադառնանք նախնական մեր հարցադրմանը, թե ինչ է նշանակում լեզվական տեխնոլոգիաները եւ ինչ է լեզվական կենսունակությունը եւ ինչպիսին է լեզվական քո լեզվի ստատուսը փոփոխվող աշխարհում ու փոփոխվող միջավայրում, ապա այդ ամենը պիտի փորձենք սահմանել լեզուների թվանշային կենսունակության եւ լեզուների թվանշային հավասարության հասկացությունների միջոցով։ Ինչ են նշանակելու այս հասկացությունները։ Նշանակելու է, թե ինչքանով է թվանշային այս կամ այն տեխնոլոգիան հասանելի քո լեզվի համար, հասանելի լեզվական քո միջավայրում եւ ինչքանով է լեզվական քո միջավայրը նպաստավոր եւ նորարար, որպեսզի ստեղծի լեզվական այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք քո լեզուն հավասար կպահեն թվանշային աշխարհում, հավասար կպահեն աշխարհի մյուս լեզուների շրջանում։ Թերևս այսքանը լեզվական տեխնոլոգիաների եւ լեզուների թվանշային հավասարության մասին, եթե ինչ որ հարցադրումներ սիրով փորձենք քննարկել։ Շնորհակալ եմ։ Դասախոսության համար շնորհակալություն։ Իրականում ինձ մոտ մի հարց առաջացավ, հնարավոր է շատ չհարի դասախոսության թեմային, բայց օրինակ արհեստական բանականությունը ավելի շատ մեր կողմից օգտագործվում է ChatGPT տարբերակը, երբ ասեցիք, որ խոսեցիք ինչ-որ լեզվի հարմարվողականության մասին, թե ինչպես լեզուն ընդառաջ կգնա տեխնոլոգիաներին եւ տեխնոլոգիական փոփոխություններին, օրինակ երբ օգտագործում ենք ChatGPT-ին, շատերս նկատում ենք, որ ինքը հայերենը դեռ չի յուրացրել ու չի կարողանում հայերենով եւ հայկական միջավայրի մասին ստույգ տեղեկություններ հաղորդել։ Դա միանգամից ինձ մոտ հարց առաջացրեց, իսկ կարծում եք արդյոք, որ ինչ որ կետի կհասնի ChatGPT-ին կամ ինչ որ արհեստական բանականություն, որ կկարողանա հայերեն պատասխանել այնպես, ինչպես պատասխանում է անգլերեն կամ ռուսերեն կամ այլ լեզվով, եւ հայկական միջավայրի մասին պատասխաններ կտա այնպես, ինչպես տալիս է օրինակ անգլիական միջավայրի մասին։ Շնորհակալություն։
Շնորհակալ եմ հարցի համար, չափազանց հետաքրքրական հարցադրումը։ Ես կփորձեմ հարցադրմանը անդրադառնալ զուտ լեզվաբանական տեսանկյունից։ Լեզվական տեխնոլոգիաների այսօրվա սահմանումը երկու կարևոր բաղադրիչ ունի։ Այն ներառում է հաշվողական լեզվաբանություն, որը ավելի շատ լեզվաբանական հենգով է, եւ բնական լեզվի մշակումը, որ ավելի շատ հաշվողական ինչ-որ տեխնոլոգիաներ են, քան լեզվաբանություն։ Իրականում խոսում ենք լեզվական մեծ տվյալների, լեզվական մեծ մոդելների մասին, որոնք իրականում հայնված են շատ մեծ ծավալով լեզվական նյութի վրա եւ ինչ որ մի տեխնոլոգիաների վրա, որոնք կարողանում են լեզվական տվյալ նյութը մշակել, վերամշակել ու մշակել իրականում, վերլուծել եւ պատասխանների մարդու եւ մեքենայի միջև հաղորդակցության կամ փոխներգործության ինչ որ մի միջերեսով առաջարկել ձեր հարցի իրական պատասխանը կրկին թվանշային հավասարության շրջանակում է, ինչքանով է ձեր լեզուն կամ ձեր լեզվով ստեղծված մշակութային ժառանգությունը այս պահին ստեղծվող ամբողջ ինֆորմացիան, գիտելիքը եւ այլն առկա թվանշային աշխարհում ինչ ծավալներով է առկա, եթե առկա է ինչ բնագավառներ է կարողանում ծածկել կամ փակել, եթե ծածկում կամ փակում է ինչ որ ծավալի բնագավառներ, ինչքանով են լեզվական այդ տվյալները մեքենա ընթերնելի մեքենաների համար եւ ինչքանով են կարողանում մեքենաները մշակել այդ տեղեկությունը, որպեսզի չաթին պատասխանի ձևով կարողանան արձագանքել մեծ խնդիրը շատ մեծ ծավալով ձեր լեզվով ինֆորմացիայի եւ գիտելիքի առկայությունն է իրականության մեջ, որը մենք այսօր պայմանականորեն թվանշային իրականություն ենք անվանում։ Պարոն Էվրեմյան, շնորհակալություն բանախոսության համար։ Երկու հարց ունեմ։ Առաջինը, արդյոք կիրառելի է թվային գաղութացումը նաև լեզուների դեպքում, եւ երկրորդ, ուզում եմ իմանալ, ըստ ձեզ որն է համալսարանի դերը լեզուների այդ թվային միջավայրում հավասարության պահպանման գործում։ Շնորհակալություն հարցի համար։ Խոսեցի ես թվանշային հավասարության եւ մինչ այդ անգլերենի լեզվական էքսպանսիայի մասին, թվանշային հավասարություն հասկացությունը թույլ է տալիս շատ ավելի չեզոք ու շատ ավելի ընդգրկուն ձևակերպումներ ունենալ թվանշային իրականության մեջ լեզուների այս կամ այն չափով առկայության մասին հետաքրքիր մի զեկույցների շարք նախաձեռնեց Եվրոմիությունը, կոչվում է Եվրոպական լեզուների թվանշային հավասարության զեկույցներ, շուտով Լեզվի կոմիտեի հետ համագործակցության շրջանակում մենք ունենանք նաև հայերենի թվանշային հավասարության զեկույցը եւ սա թույլ կտա հասկանալ, թե այս պահին ինչ իրավիճակ ունենք մենք հայերենի համար աշխարհի հետ, մյուս լեզուների հետ համեմատած եւ ամենակարևորը, որ չափելույթությունը այստեղ չափազանց հստակ է։ Երկրորդ հարցի հետ կապված ինչ կարող են անել համալսարանները։ Շատ որակյալ բովանդակություն արտադրել հայերենով։ Ու թվայնացված իհարկե։ Դուք ձեր բանախոսության ընթացքում նշեցիք, որ Գերմանիա եւ Ֆրանսիայի գրահրատարակիչները որոշակի քայլեր էին ձեռնարկում իրենց լեզուն պահպանելու համար։ Ինձ հետաքրքիր է տվյալ վտանգները սպառնում են նաեւ հայերենին եւ արդյոք Հայաստանի գրահրատարակիչները որևէ քայլեր են ձեռնարկում դրա համար։ Շնորհակալ եմ հարցի համար։ Հարցի իհարկե բազմաշերտ է, որովհետև եւ լեզվական բաղադրիչ ունի, եւ գրահրատարակչական շուկայի հետ առնչվող բաղադրիչ ունի, եւ տեխնոլոգիական ու տեխնիկական նորարարությունների հետ կապված բաղադրիչ ունի։ Եթե խոսում ենք վտանգվածության լեզուների թվանշային աշխարհում վտանգվածության մասին, պիտի միշտ հաշվի առնել, որ տեխնոլոգիաները չափազանց արագ են եւ վտանգվածության զգացումը հավասարաչափ գոյություն ունի աշխարհի բոլոր լեզուների համար։ Հայերենը այս առումով ինչ որ բացառություն չի, եւ աշխարհի լեզուներից յուրաքանչյուրը ինչ որ ստրատեգիա, ինչ որ ռազմավարություն է փորձում մշակել, որպեսզի վտանգվածության կամ թվանշային կենսունակության հարցում փոքր-ինչ առաջընթաց փորձի գրանցել կամ հավասարություն փորձի ապահովել աշխարհի մյուս լեզուների շրջանում։
հայերեն գրահրատարակչական շուկայում ցավոք պիտի նշեմ, որ էլեկտրոնային գրքերի հրատարակության հարցում անելիքները շատ են, եկեք մեղմ ծավալկերպ